Իդեալական շենքին իդեալական աշխատանք ինչ ենք անում։ Հիմա այսպես նշում ենք ուղղությունները, որպեսզի թելեր քաշվեն ու պատուհանի շարերը ուղիղ անեն։ Եվ մեկ էլ մի հատ նշում, եթե ուզում եք գնել լավ բնակարան, ինչպես հասկանալ շենքի որակյալ սարքվածությունը, ուշադրություն եք դարձնում սյուների եւ բալկաների հատումները։ Նայեք ինչ իդեալական աշխատանք է տարված։ Նայում եք բետոնային աշխատանքը, որպեսզի վիբրացիա տված լինեն ու բետոնները ծակոտիներ չունենան։ Նայում եք բետոնի աշխատանքային ուղղությունները, վերևից ներքև, որտեղ որ հարգերը մեկը առաջ չլինի, մեկը հետ չլինի, դա խորհրդի կարգով։ Իհարկե, որտեղ գտնեք այդ թերությունները, չի նշանակելու, որ շենքը վատն է կամ սեյսմակայունությունը թույլ է, ուղղակի եթե ուզում եք ընտրել իդեալներից իդեալները, ուշադրություն դարձրեք նման բաներին։